Բարև։ Շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր խոսքը եւ այսպես նախ ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը ինչպես կբնութագրեք, հասնել այդ ամբիոն չխոսել Հայաստանի օկուպացված տարածքներից, չխոսել մեր ռազմագերիներից, բայց դրա փոխարեն շարունակել կես լուրեր տարածել, խոսելով այն մասին, որ վեհափառորը այնտեղ էլ ասում է եկեղեցու պետը arczepiskopos-ին, այսպես ասենք, հովանավորություն է կանգնել, որպեսզի Ղարաբաղյան շարժումը շարունակեն։ Խնդրեմ ես ասել ձեր տեսակետը։ Մի հարց պարզենք մեզ համար ու գնանք առաջ, իսկ եվրոպացիները նրան հրավիրել էին արդյոք այդ հարցերի համար, թե PR-ելու համար։ Այստեղից եթե սկսում ենք, դրանով էլ հնարավոր է բացատրել նրա ելույթի ամբողջ բովանդակությունը, նպատակակետերը եւ այն թե ինչի համար էր ի վերջո նա հայտնվել այդ միջավայրում եւ ինչու ունեցավ այդպիսի ելույթ։ Ինչպես նշեցիք, բողոքել, չգիտեմ, եկեղեցուց, որևէ բառ չասել օկուպացիայից, ոչինչ չխոսել ռազմագերիներից, այլ գնալ եւ միայն ուրեմն ներկայացնել այն վիճակը, որի մեջ գտնվում է ինքը։ Այսինքն իր վիճակը ներկայացնել մի լույսի տակ, որ արդարացնի նաեւ արևմտյան այդ ուժերի միջամտությունը Հայաստանում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններին։ Այսինքն ես մենակ եմ մնացել, ինձ ոչ ոք Հայաստանում չի սիրում, ինձ կվռնդեն իշխանությունից, նախկինները կգան, ձեր ծրագրերը հոց կցնդեն, չգիտեմ, այսպիսի բաներ, Ռուսաստանը կգա, կամրապնդվի եւ այլն։ Դա է ներկայացնում այդ մարդը իր ելույթով եւ ուղղակի ցավալի է, որ նաեւ լսողները այս ամեն ինչը հասկանալով հանդերձ ոտքի են կանգնում եւ ծափահարում, ըստ էության դա ոչ թե հարգանքի ծափեր էին, այլ այն խեղճ մարդուն ուղղված ծափեր, որը մնացել է իրենց աջակցության հույսին։ Այդպիսին ղեկավարներ կան, մենք տեսել ենք Սաակաշվիլուն, մենք տեսել ենք Ուկրաինայի նախագահին, մենք տեսել ենք ի վերջո Մոլդովայի նախագահին, որին մի կերպ ուրեմն կարողացան պահել աթոռին, մենք տեսել ենք Վրաստանի նախագահի վիճակը, որ փողոցներով փորձում էր այնուամենայնիվ իշխանությունը վերադարձնել արևմտյան ուժերին եւ այդպես էլ այո, դա արդեն Սաակաշվիլու հայտնի վիճակներ, փողկապներ ծամում հայտնվելով այդ հիմար վիճակում։ Այդ երկրները ես հիմա որ թվարկեցի, բոլորն էլ ուրեմն տարածքային կորուստներով, ժողովրդի իրավունքների ոտնահարումներով, իրենց անկախության կորուստի գնով հասել են այդ վիճակին եւ դրանցից ասենք Վրաստանն է միայն, որ փոքրի շատ է փորձեց ուղղել իր ճանապարհը։ Հիմա Հայաստանը գնում է նույն Ուկրաինայի ճանապարհով։ Հայաստանը գնում է Մոլդովայի ճանապարհով։ Հայաստանը պետք է հայտնվի Ուկրաինայի, Մոլդովայի վիճակում, եթե շարունակի այս ճանապարհը։ Իսկ Հայաստանի վարչապետը գնացել էր եւ հստակ արդեն հայտարարում էր, որ այստեղ բոլորը սկսած եկեղեցուց KGB-ի գործակալներ են, չգիտեմ, ինչ են ուզում անել այստեղ Հայաստանում, մինչդեռ ինքը պետք է գնար եւ ճիշտ նկատեցիք ներկայացնել Հայաստանի խնդիրները։ Դա այդ հարթակն էր։ Նա իր ելույթով փաստորեն Եվրոպային ազատեց մեծ գլխացավից, որպեսզի Եվրոպան այլևս որևէ կերպ չփորձի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որից ունի մեծ կախվածություն։ Ունենալով կախվածություն Ադրբեջանից, հիմա Եվրոպայի ձեռքերը ազատ են եւ նա որևէ ճնշում Ադրբեջանի վրա, որպեսզի պաշտպանվի Արցախցու իրավունքները, Արցախի իրավունքը գոյության, մեր ռազմագերիների հարցը լուծվի, հիմա այլևս Եվրոպան ազատ է այդ ամենի վրա աչք փակելու։ Ընդամենը ամիսներ առաջ նույն Եվրոպան բանաձևեր էր ընդունում Արցախի հայաթափումը քննադատող, ռազմագերիներին ազատ արձակելու պահանջեր դնում, այսօր Եվրոպան ծափահարում է մի մարդու, որն այդ ամեն ինչի մասին նույնիսկ խոսել չի ուզում։ Հետո արդեն մենք տեսանք Երևանում այդ նույն մարդուն, որ
ըստ էության եկել էր կարծես արդարանալու լրագրողների առաջ իր եվրոպական այդ գաստրոլի հյուրախաղի կապակցությամբ։ Այստեղ էլ ինչ էր, նույն բաներից չէ խոսեց ի վերջո։ Արցախից խոսեց, որ էջը պետք է փակել ու մոռանալ այդ մասին։ Խոսեց արցախցիների իրավունքից, որ վերջացել է այդ իրավունքը Արցախ վերադառնալու եւ այլն, նրանք պիտի դառնան Հայաստանի քաղաքացիներ։ Չգիտեմ, ով Արցախ ասես պետական պաշտոնյաներից պետք է ուղղակի ազատվի աշխատանքից, իրավունք չունեն, այլապես Հայաստանը ասում է փոքրիկ քաղաքական ինչ-որ ինքնագործ խմբակ չի, էլի, որ արտաքին քաղաքականության մասին ով ինչ ուզենա խոսի։ Լավ, դուք եք որոշում այդ արտաքին քաղաքականությունը, հասկացանք, բայց ձեր արտաքին քաղաքականությունը տանում է երկրի կործանմանը։ Ուրեմն կամ դա ընդունեք եւ փոխվեք, կամ էլ մի լռեցրեք այն մարդկանց, ովքեր որևէ փրկության, ասենք, ճանապարհ են հուշում կամ, չգիտեմ, պայքարում են, որ այդպես չլինի։ Այդ մարդկանց մի լռեցրեք։ Գալով Արցախի թեմային, հա, ինչ Արցախի վերադարձ, Ղարաբաղյան շարժում գոյություն չունի, ոտք եք դնում պատերազմի հողի վրա, դրա համար էլ ադրբեջանցիներն են խոսում են Արևմտյան Ադրբեջան վերադառնալու մասին, խորաններում Արցախի հանրապետություն եք ասում, խնդրեմ ես մասոձեք։ Ես փաստով արձանագրեմ, ինքը փաստացի հայտարարում է արցախցիների վերադարձ չի լինելու, բայց Ալիևը շարունակում է պահանջել, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան։ Ալիևը դադարեց այդ պահանջը, չի դադարել Ալիևը։ Ինքը, չգիտեմ, ռազմագերիների վերադարձի մասին ինքը չի խոսում, Ալիևն էլ ինքը չի առաջարկում, որ վերադարձնեմ ռազմագերիներին։ Ես ուզում եմ հասկանալ, թե Ալիևը կամ Ադրբեջանը ինչ ընդառաջ քայլ է կատարել քո այդ բոլոր ելույթների ու հայտարարությունների հետ կապված։ Ինչ է նշանակում մոտենում ենք պատերազմի։ Մոտենում ենք պատերազմի, երբ որ մեր ազգային պահանջն ենք դնում, այդպես կարելի է ուրեմն վախեցնել, ընդհանրապես հրաժարվենք մեր անկախությունից եւ այդպես շատ ավելի լավ խաղաղություն կունենանք իդեպ։ Շատ ավելի լավ խաղաղություն կդառնանք թուրք-ադրբեջանական մի վիլայեթի պես մի բան, այսպես մեջտեղում ընկած, որ ձևականորեն կունենանք մեր դրոշը կամ չգիտեմ մակում մեր ներկայությունը կամ չգիտեմ էլի ինչը, բայց իրականում այդ անկախությունից ոչինչ չի մնա։ Հղումը սահմանադրության միջից պետք է հանվի։ Մարդը ասում է դա պատերազմի բան։ Այո, դա ասում է պատերազմի տանող բան է։ Լավ եղբայր, եթե դա պատերազմի տանող է, հիմա դու հղումը եթե հանես այդ սահմանադրություն միջից, Ադրբեջանն ազատելու է քո օկուպացված տարածքները։ Ադրբեջան դադարելու է պահանջել իր անկլավները։ Ես չգիտեմ, էլի ոնց են մտածում, ախր քաղաքականությունը այնպեսի բան է, ասում է հնարավորությունների արվեստ է կամ չգիտեմ ինչ-որ մի բան։ Դե հնարավորությունները դու բոլորը տալիս ես, քո բոլոր կռվանները տալիս ես, հետո համարում ես, որ դու քաղաքականություն ես վարում։ Դու չկաս քաղաքականության մեջ, Հայաստանը գոյություն չունի, ես տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Հայաստանը ինքը իր անվտանգության համար որևէ բան անել չի կարող այսօր։ Փաշինյանը հայտարարում է անվտանգության երաշխիքը խաղաղությունն է, այսպեսի մի բան է հայտարարում։ Դու դեռ խաղաղությունը չունես։ Խաղաղությունը չունես, լավ, ենթադրենք գնում ես խաղաղության ուղղությամբ, բայց ով է այսպես խաղաղություն հաստատում, երբ որ դու ամեն ինչը տալիս ես, թշնամուն ավելի ես զորացնում, ավելի ես նրա մեջ արտնասնում համոզմունքը, որ դու ինքդ քեզ պաշտպանել չես կարող, մինչդեռ խնդիրները, որ Ադրբեջանը դեռ դնում է քո առաջ, ուղղակի վերջ չունեն, եւ այս վիճակում դու ասում ես անվտանգության երաշխավոր այդ խաղաղությունն է, դու չունես խաղաղություն, ուրեմն անվտանգության մասին խոսելու իրավունք անգամ չունես։ Ուր ենք ասել, չեմ հասկանում, այսինքն 30 տարի Արցախյան ազատամարտից հետո ունեցանք հայկական պետություն, ունեցանք հայկական պետական միավոր, չճանաչված դեռևս, բայց դրա շուրջը, դրա կողքին կար մի հսկայական ուրեմն բանակցային խումբ, կազմված աշխարհի ամենահզոր երկրներից, նրանց համանախագահությամբ,
Եվ զբաղվում էր այդ հարցով, այսինքն պրոբլեմ կար, չէ՞։ Պրոբլեմ կար, որը պետք էր լուծել։ Դու եկար, քեզ թվում է լուծել ես այդ պրոբլեմը ու հասել ես խաղաղության։ Չես լուծել այդ խնդիրը դու։ Խնդիրը կա, Արցախի հարցը չի լուծվել։ Ինչքան էլ ուզում եք, դու իմ բերանը փակի, որ ես Արցախ չասեմ, այդ հարցը ճճում է ինքը։ Ես չխոսեմ, հարևան ժողովուրդներն են խոսելու։ Ես չխոսեմ, հայ ժողովրդի բարեկամներն են խոսելու։ Սփյուռքն է վերջին հաշվով դու ինչպես ես լռեցնելու, որ Սփյուռքը այդ հարցի մասին չխոսի։ Սփյուռքում ազդեցիկ մեր հայրենակիցները, դու ինչպես հայրենակիցներին, ինչպես ես լռեցնելու, որ այդ մասին չխոսեն։ Լավ գնում ես ազգային արմատները փորփրում ես, քերում ես, կտրում ես, չգիտեմ ինչ ես անում, եկեղեցին հալածում ես, եկեղեցականներին բանտարկում ես։ Այսինքն ինչ ես ամեն ինչը նրա համար է, որ իբր խաղաղություն լինի, հա։ Ում է պետք այդ խաղաղությունը ենթադրենք։ Հիմա ես այսպեսի հարց եմ տալիս, ում է պետք այդ խաղաղությունը։ Ասում է, եթե որտեղ կա պատերազմ, տես չեն կրակում, այնտեղ ռումբեր չեն պայթում եւ այլն, ինչ խնայում եք, կարող է այդպես բան չկա, ես այդպիսի բաներ կան, ես չգիտեմ։ Չէ, եղբայր։ Նույն բանը վերցնենք։ Ամերիկա-իրանական այս հակամարտությունը 10 օր կրակում են, 10 օրը պատերազմ։ Դրանից առաջ ինչ է, խաղաղություն էր Ամերիկայի եւ Իրանի միջեւ։ Խաղաղություն չկար, չէ, հա, չէին կրակում, բայց խնդիրները կային, չէ, որոնք ի վերջո հանգեցրին այս պատերազմին։ Հիմա դու այդ խնդիրները քեզ թվում է լուծում ես, ավելի ես խորացնում, մեզ ավելի ես գցում Ադրբեջանից կախման մեջ։ Եվ հետո էլ հայտարարում ես, թե դու խաղաղության համար ես պայքարում։ Մեզ էլ ասում են, լռեք, դուք չեք հասկանում, դուք չպիտի խոսեք, Արցախ բառը չպիտի ասեք, եկեղեցականները KGB-ի ուրեմն գործակալներ են, նրանք պիտի չգիտեմ ինչ անեն, եկեղեցում չլինեն կամ եկեղեցուն չղեկավարեն եւ այլն։ Եվ ընդամենը գոնե մի փաստ, ասենք այդ քո ասածներից դու չես ասում, հրովարտակային հայտարարությունները դրանով դու ուղղակի ջուր ես լցնում հակառակորդի ջրաղացին։ Լեգիտիմացրեց դիցուք Եվրոպայում այդ մարդն իր ելույթով լեգիտիմացրեց Ադրբեջանի նախընթաց բոլոր գործողությունները։ Սկսած Արցախի վրա հարձակումից եւ վերջացրած ուրեմն Արցախի հայաթափումով։ Լեգիտիմացրեց ուղղակի։ Հիմա ոչ ոք Ադրբեջանին չի ասելու, այն գերեւետ պատասխան պիտի տաս այդ հարցերի համար։ Դու պատերազմ ես սկսել, դու մարդ ես կոտորել, մարդկանց ես կոտորել, դու ի վերջո ինքնորոշված որոշակի աստիճանով ինքնորոշված երկիր ես ուրեմն կործանել։ Մենք դեռ պիտի գայինք, պիտի լսեինք արցախցիների կարծիքը, մենք այնտեղ պիտի հանրաքվե անեինք, ամբողջ այդ բանակցային գործընթացը դրան էր, չէ՞ տանում։ Դու կարճ փակել ես այդ ամեն ինչը եւ հայտարարում ես Արցախի անունը չտա կարելի է այլապես պատերազմ կլինի։ Նույն Ադրբեջանի դեմ բոլոր միջազգային հայցերից պիտի հրաժարվեն հիմա։ Հետ էլ է դրած պահանջը։ Եվ սիրուն կգնան կհրաժարվեն։ Հիմա կարող են ասել դա երկկողմանի է, Ադրբեջանն էլ մեր դեմ հայցերից պիտի հրաժարվի։ Չէ, նա կհրաժարվի, Ադրբեջանի շահեկան է, որ դու հրաժարվես։ Հասկանում ես, մի հատ շախմատ է, որից նրանք գլուխ չեն անում։ Գլուխ չեն անում, Ադրբեջանը նրանց խելոք, այսպես երկաթգիծը տալիս եմ չեք ուզում։ Հա, քթերից բռնած պիտի բերի իր ուզածները հերթով անել տա։ Հիմա ինչ ուզում ես արա, այդ թրիփն էլ ավելի շատ թրիփը ում էր պետք։ Ադրբեջանին ու Թուրքիային էր պետք ենթադրեն, բայց մի հատ մտածիր, որ նրանք ճանապարհ ունեին նաև Իրանով։ Այսինքն քեզ պետք է այդպիսի տարանցիկ ճանապարհ, բայց դու գնում ես հատուկ այն ես անում, որտեղ կապված լինեն Թուրքիան ու Ադրբեջանը։ Ով է թրիփի հովանավորը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Քեզ քանի անգամ են քո հարևանները ասել, որ տարածաշրջան ուրիշ ուժեր բերել պետք չէ, որ նրանք սկսեն հետո միջամտել։ Դե հիմա ես էլ կարող եմ քեզ ասել, որ Իրано-ամերիկյան այս վերջին պատերազմները, սկսած 12 օրյա պատերազմից եւ նաեւ այս վերջին պատերազմը, որ դեռ ընթացքի մեջ է, ես կարող եմ ասել դու ես բերել տարածաշրջան։
օգոստոսի 8-ին, երբ որ գնացիր Վաշինգտոնում եւ այդ թուղթը ստորագրեցիր։ Ուղղակի բերել ես։ Վաղը թրիփը դու ասում ես կիսա ռազմականացված, ինչ որ մի հատ ամերիկյան կազմակերպություն պիտի վերահսկի եւ այլն։ Դու երաշխիք ունես, որ այդ կիսա ռազմականացված կառույցը հանկարծ չի ռազմականանա։ Կամ ինչու են քո առաջ այդպիսի պայման դնում քո հարևանները, որ չպիտի երրորդ ուժեր գան տարածաշրջան եւ այստեղ փորձեն ինչ որ խժդժություններ անել։ Պատկերացնում եք հիմա թրիփը գործեր։ Դե հիմա թրիփը չի գործում եւ հետո էլ կարծես հասկանալի է, որտեղ դա համարվելու էր հենց ամերիկյան բազա եւ այնտեղ հարվածներ էին լինելու։ Բա ես չգիտեմ, եթե Ստեփանավան ներողություն, Նախիջևանի վրա, եթե այդ հարվածը եղավ, ճիշտ է, պարզվեց հետո շանտաժ էր դա Իսրայելի կողմից եւ այլն, բայց այդ շանտաժը եթե եղավ, դա նշանակում էր Ադրբեջանին ներքաշել այս կոնֆլիկտի մեջ, ճիշտ է։ Հիմա նույն բանը կարող էին Հայաստանին անել ի վերջո։ Եթե այդ թրիփը գործեր եւ հարվածները հատուկ իրենց ձեռքով հարվածային թրիփին։ Դեռ մի քիչ էլ են կողմ, ռուսական ռազմաբազային։ Ինչ է։ Այս իրավիճակը, որ այս պահը բերել է ինքը մեր գլխին ու սրան զուգահեռ մենք տեսնում ենք գնում է մարզեր, արդեն նյարդերն են տեղի տալի, գորգորում է վարչապետերի վրա, որոնց ինքը Մարզպետների վրա։ Չէ, վարչապետերի 3 միլիոն վարչապետերի, երբ որ քաղաքացին իրեն ասում է, որ հանմարտացան այս ասվածը դու չես արել, դու չպետք է որոշես, բեհապարակը նախարարը չի նշանակեն թե հանել։ Խնդրեմ, այս ամենը ինչի դրսևորում է, ինքը իրապես տիրապետում է իրական սոցհարցումներին։ Ես ինքը իրեն որ տվեց այդ գնահատականը, զայրացած պահին, մեր էշխելքը ասում եմ, որ եկել ենք, չգիտեմ ինչ ենք ուզում անենք, իրականությունում շատ հեռու չի, էլի։ Իրականությունից հեռու չի եւ ինքն էլ է հասկանում, որ այդ վիճակում է, այսինքն որ այդքան խոսել է, չգիտեմ, իրեն ցույց է տվել եսիմ ինչ մի ժողովրդավար, ժողովրդի համար, չգիտեմ, հոգի տվող մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ համարյա թե տնտեսական հրաշքներ գործող մեկը, այո, հիմա գնացել է եւ հանկարծ իրեն դեմ են տալիս իրականությունը, բողոքում են, մարդը զայրանում է, ուրիշ պատասխան չունի, կամ ուրիշ պահվածք դրան հակակշիռ ինքը չունի, որ ցույց տա։ Որովհետև դատարկություն է եղել ամեն ինչը։ Այն ինչ որ ինքը արել է դատարկություն է, ընդամենը միայն խոսքեր են եղել։ Խոստումներից ոչ մի բան չի կատարել։ Կենսամակարդակի մասին բարձրաձայնում է, գնում է բարձրացնում է միայն պետական ապարատի եւ իրենց աշխատավարձերը, հետո գալիս է դատարկ նստած գյուղացու մոտ, ինչ է, մարզի բնակչին ինչ է ուզում բացատրել։ Այդ բնակիչը ասում է՝ ուր է իմ թոշակը։ Ասում եմ դու 10,000 չես իմանա ոնց ծախսես, դա պատասխանա չեմ հասկանում մարդուն։ Այս ամեն ինչը կուտակվել է, հիմա մարդիկ նաև հենց այդպես գնում են ու ճակատին ասում են ամեն ինչը, դրանից ինքը նեղվում է, մինչև այսօր չեն ասել, հիմա ասում են։ Հիմա ասում են եւ ասում են շատ լավ եւ ասում են շատ հստակ եւ տեղին եւ այո, խանութ ներս չեն թողնում անգամ չէ, վերաբերմունք է, դա Կարծեմ ձեր էլի եթերում ասեցի, հասարակ Նյուտոնի F-ը հավասար է մինուս F օրենքն է։ Գործում է բոլոր պայմաններում, եթե կա ազդող ուժ, անմիջապես կա հակազդող ուժը դրան։ Նայած թե ինչ ուժով ես դու ազդում, նույնությամբ նա քեզ դիմադրում է։ Հիմա դու եկել ես ու դեմ ես առել այդ հակազդող ուժին։ Մինչև այսօր դա քեզ ցույց չէին տալիս, գնացել ինքդ ես տեսել։ Այդ քարտեզով, եթե Հիշում եք չէ՞ նախորդ անգամ քարտեզով երբ որ եկել էր փողոցներ կամ այսպես ասած հրապարակ եկել, դա արժեցավ Արցախի վերջնական կորուստը։ Հիմա եկել է էլի քարտեզով, անհասկանալի ինչ որ խզբզած մի հատ քարտեզ, դոշին կպցրած, իբր թե դա իրական Հայաստանի քարտեզն է, եւ ինքն էլ այդ իրական Հայաստանի վարչապետն է, ուրիշ հայկական հարցերի վրա ինքը ազդեցություն չունի, այլևս ուրիշներն են մեղավոր, որ դրանք այդպես են եղել, ուրիշներն են տվել Արցախը, ուրիշներն են պարտվել, ինքը հաղթանակած եկել է որպես այդ իրական Հայաստանի առաջնորդ։ Պատասխան տուր ուրեմն մարդկանց։
Բարի եղել, հանգիստ նստել եւ պատասխանել այդ մարդկանց չես նյարդայնանում, եթե ամեն ինչ այդքան լավ ես արել։ Եթե ամեն ինչ այդքան լավ է, եթե միջազգային գործընկերներն արդեն քո ամենաթույլ տեղերից չեն բռնել եւ քեզ չեն ստիպում անել այն ամենավերջի քայլերը, որ այս Հայաստանի անկախության կորուստն է նշանակում։ Եթե դու այդքան հանգիստ ես ի վերջո, որ բրոշկայով ման ես գալիս, գնում ես Եվրոպաներում բրոշկայով ելույթ ես ունենում, բոլորին ցույց ես տալիս, որ դու սրանց ավելի ուրիշ պահանջ չունես եւ այլն, բայց ժողովրդին պահելուն արի տենամետ ինչ բրոշկա ես կպցնելու հիմա։ Նույն ժողովուրդը այսօր տեսնում է ալտերնատիվաները, այդ այլընտրանքները։ Տեսնում է, ոգևորվում է եւ մտածում է, որ ամեն ինչ կորած չի, հնարավոր է, որ այսպես առանց սրա էլ ինչ որ մի նորմալ բան կլինի։ Ինքը դրանից հիստերիկանում է, ասում է, մարդկանց փողոցում լավ կարելի է վարչապետ ես դու օրինակ պիտի ծառայես, պետությունը իր ժողովրդի հետ այդպես է խոսում։ Պետությունը ոնց կարող է ինքը իր քաղաքացու հետ այդպես վարվի։ Դու պատժում ես այստեղ, այլախոհներին, չգիտեմ, տանում ես բանտերն ես լցնում, գնում ուրիշների առաջ, չգիտեմ, այսպես մեղայական տոնով բաներ ներկայացնում, հասեք, փրկեք ինձ էս են անում, են անում։ Դու ես գազանությունները, ես բոլոր գազանությունները դու ես անում։ Ինչի մասն է խոսք, կարող է քեզ են բռնե բանտարկել, չէ, դու ես չէ բանտարկում։ Ոստիկանությունը քո ձեռքում է, դատախազությունը քո ձեռքում է, ԱԱԾ-ն քո ձեռքում է, իրավապահ բոլոր ամեն ինչը քո ձեռքում է։ Բանակը քո ձեռքում է, որ ես չեմ նույնիսկ վարանի ասել, որ ինքը մի պահ կտատանվի, եթե հարկ լինի բանակը օգտագործել ժողովրդի դեմ։ Իմիջիայլոց բանակի հետ կապված տեսեք, ոտուձեռնկած հերքում էին, որ Հայաստանի սուվերեն տարածքում եկել ու հաստատվել են ադրբեջանցիները, բայց փաստերը ապացուցեցին հակառակը։ Իրենց ըստ էության բոլոր միֆերը պայթում են, չէ՞, այլևս։ Իրենց բոլոր միֆերն են պայթում։ Գլխավոր միֆը ներողություն, խաղաղությունից սկսած, մինչև այս մյուս ուրեմն ծածկադմփոսներ բոլորը պայթելու են։ Բոլորը հերթով, որտեվ իրականությունը այլ բան է։ Իրենց պատկերացրած կյանքը եւ իրողությունները բոլորովին այլ։ Դրանք իրար հետ չեն համընկնում։ Բնական է, մարդիկ եթե տեղի ունեցած փաստը ներկայացնում են, դու ո՞նց ես երկելու։ Հիմա էլ այն ժամանակները չեն, որ վեր կենաս բարձր խոսելով բոլոր քո հարցերը առաջ տանես։ Դու նույն հենց լրագրողների առաջ խեղճացած ես թրջված կանգնած ես։ Արդեն բոլորի համար պարզ էր, որ դու ձախողել ես ամեն ինչ, որ այլևս ոչ արդարացում ունես, ոչ մի բան, ամենահասարակ հարցը քեզ նյարդայնացնում է։ Նյարդայնացնում է։ Ես այս ժամանակ ասել եմ, այն ժամանակ ասել եմ, մենք միշտ ասել ենք, դե լավ էլի ասելով չի հո։ Լրիվ ամեն ինչը հակառակն է։ Նույն ադրբեջանցիների ես առաջի օկուպացիաներից հետո հիշի քո հայտարարությունները։ Մենք այդ կես լճի համար չենք պայքարելու, լեռնոտ ձյունոտ լեռների համար չենք պայքարելու, պատերազմ չենք անելու, չգիտեմ ինչ չենք անելու։ Այո, բայց ժամանակը գնում է, դու երբ ես այդ հարցերը բարձրացնելու, որ թշնամին դուրս գա Հայաստանի տարածքից։ Չես էլ կարող բարձրացնել, որովհետև արդեն թշնամին գնա, ինչքան առաջանցիկ արդեն նոր պահանջներ ա դրել քո վրա։ Ասել է քո սահմանադրությունը փոխելուն։ Ասել է Հայաստանից 30 տարի առաջ, 35 տարի առաջ գնացած ադրբեջանցիներին վերադարձնելու պահանջին։ Արդեն ադրբեջանցիների համար հատուկ, չգիտեմ, համարյա թե պետական միավոր են ստեղծել, մինի պետություն իրենց ղեկավարներով հայաստանյան ադրբեջանցիների համար, որոնք պիտի ունենան այդ ղեկավարությունը։ Ադրբեջանցիների հետ պիտի ապահովության ուժեր լինեն։ Լավ է, բայց նույնիսկ սարսափում է նաև հայերի վերադարձից Արցախ, Ադրբեջան, տեսեք։ Նրանք սարսափում են, որովհետև գիտեք ինչ, Արցախի հարցը, Արցախը այնուամենայնիվ իր պատմության մեջ կարգավիճակ ունեցել է, հասկանում եք։ Այո, եւ Ալիևի վերջի 16-17 թվականներին, որ Ալիևը բողոքում էր, թե իրեն ստիպում են կուլիսներում ճանաչել Արցախի անկախությունը,
Այդ պատահական բան հո չէր։ Նրանք հենց դրանից են սարսափում, որ եթե այդ հարցը վերաբացվեց, առաջինը դրվելու է Արցախի հարցը։ Եվ Արցախում հայերի գոյությունը նշանակում է, որ այդ հարցը հետագայում կարծարծվի։ Եվ այստեղ Փաշինյանը ինչ է անում։ Իր քավորությամբ ոտնահարում, փակում է Արցախի այդ իրավունքը։ Արցախցիների իրավունքը։ Իրենց երկիր, իրենց հայրենիք վերադառնալու, իրենց հայրենիքում ապրելու։ Ադրբեջանցիների վերադարձը, հա, ադրբեջանցիների վերադարձը եղել է մարդկանց նորմալ ճանապարհ են դրել ստեղից։ Ու նրանք իրենց ցանկությամբ են գնացել, փոխհատուցումներ ստանալով իրենց ցանկությամբ մարդիկ գնացել են, ինքս լոռու մարզից լինելով այդ երկրաշարժի տարիներից հետո 88-ից հետո եւ Արցախյան շարժումը սկսելուց հետո ես իմ աչքով եմ տեսել այդ ամեն ինչ, ինչպես էին ընտանիքները, բեռնատարները բարձած իրենց ունեցվածքով գնում Հայաստանից։ Ով էր նրանց սպանում։ Իսկ մարդիկ Սումգայիթ արեցին։ Խոջալու, չգիտեմ, դարձրել են իրենց համար դրոշակ, իբր հայերը այնտեղ ցեղասպանություն են արել։ Բայց ի վերջո կա դրա փաստերը, դուք եք ձեր ժողովրդին նահանջող այդտեղից դուրս եկող ձեր ուժերը ոչնչացրել բաց տարածքներում։ Հայերը նրանց լավ էլ ճանապարհ են տվել, որ հեռանան։ Մի խոսքով երկար պատմությունը, եթե դնենք հիշենք ամբողջ Արցախյան ազատամարտը, որը իհարկե ավարտվեց Արցախի անկախության հռչակումով, ես այսպես կասեմ, այլևս աղերս չունի այս մարդկանց ուրեմն վարած քաղաքականության, այլևս ոչ մի կապ չունի այս քաղաքականության հետ, եւ նրանք փորձում են այդ ամեն ինչը լռեցնել այս հիմար հայտարարություններով, Ադրբեջանին նպաստող հայտարարություններով։ Ադրբեջանը ուղղակի Ալիևի սրտին երկու մատ յուղ է կանգնում եւ սա այսպիսի հայտարարություններ է անում միջազգային բեմերում։ Նրանք կարող են այո, սարսափում են հայերի վերադարձից, ես ձեզ հետ համաձայն եմ, բայց նաև արդեն երաշխիքներ ունեն, որ հայերը չեն վերադառնա, եւ սա իդեմս էս Հայաստանի վարչապետի ունեն այդ երաշխիքը, քանի դեռ ինքը կլինի վարչապետ, այդպիսի հարցեր Ալիևը չի ունենա, դժվարություններ չի ունենա։ Եվ Ալիևն էլ այնտեղից արդեն չեն էլ թաքցնում, որ Փաշինյանն է իրենց թեկնածուն Հայաստանի առաջիկա ընտրություններում։ Ես սպասում եմ ընտրություններ, խնդրեմ։ Այո, եւ դա հուսադրող է այն իմաստով, որ ի վերջո 3-4 խոշոր բլոկը կարող են մոբիլիզացնել ժողովրդի կամ հանրային ավելի մեծ խմբեր, որոնք այսպես նպատակադրված հենց իշխանափոխություն պահանջով կգնան ընտրությունների եւ իրենց ընտրությունը կանեն։ Այդ դեպքում այս իշխանություններն իսկապես շանս չունեն։ Եվրոպան կօգնի, Ամերիկան կօգնի, ով ուզում է օգնի։ Դրանք շանս չունեն։ Եթե իհարկե այս իշխանությունը ուղղակի մոռացած ամեն ինչի մասին, ժողովրդավարությունից մինչև ազգային արժեքներ, այդ ամեն ինչը մոռացած եւ կուրացած չփորձի ճնշել այս ուրեմն ես զարթոնք բառը դեռ վաղ է ասել իհարկե, բայց ժողովրդի մեջ տեղի ունեցած այս փոփոխությունը չփորձի խլել ժողովրդից։ Ընտրության արդյունքը չփորձեն խլել ժողովրդից։ Չեն կարող։ Ժողովուրդը տեր կանգնի քվեին, ուժերն էլ իրենց հերթին։ Այո, տեր կանգնի։ Հիմա գիտեք ոնց է, երբ նայում ես ընտրական օրենսգիրքը, այնտեղ շատ ամեն ինչ հստակ գեղեցիկ գրված է։ Բայց թե ինչ կարող են անել դրան զուգահեռ, մոլդովական սցենարի մասին են, չէ՞ խոսում, ինչ որ այնտեղ արգել են այս ուժերին, են մյուս ուժերին հայտարարեն թշնամի, ես մյուսը այսպես այնպես տանեն, ուրեմն բացեն ընտրատեղամասեր, չգիտեմ, Սփյուռքի տարբեր տեղերում, տարբեր երկրներում, որպեսզի այստեղ չգան Ռուսաստանից չխանգարեն այդ ընտրությանը, արդեն խոսում են Ռուսաստանից խմբեր բերելու մասին։ Այս ամեն ինչը ինչ որ նպատակով արվում է, հենց այնպես չի արվում։ Նրանք ծրագրեր ունեն այս ամեն ինչը խանգարելու։ Եվ այս իմաստով փողոցը այսօր ակտիվացնելը իսկապես բավականին ճիշտ որոշում է այս ընդդիմության կողմից,
պետք է գնալ դրան եւ պետք է ամենա այսպես ծայր աշխյան լարված վիճակում մենք մտնենք ընտրությունների։ Հակառակ պարագայում հետընտրական գործընթացները լինելու են շատ ավելի խիստ այս իշխանությունների կողմից եւ ուրիշների կողմից ուրեմն խրախուսվող, որոնք կներդնեն իրենց գումարները այս իշխանությունը վերարտադրելու համար եւ Աստված մի արասցե, եթե չստացվի, վաղ ամեն ինչ կանեն իրենց այդ գումարները հետ ստանալու համար եւ կամ այնուամենայնիվ իշխանությունների վերադարձը ապահովելու համար, այս պարտված իշխանությունների վերադարձը։ Ես հույս ունեմ, որ մեծ բլոկներով ամեն ինչ նորմալ է լինելու, ամեն դեպքում պատրաստում են ընտրությունների, որքան ես գիտեմ կամ ինչպես ես տեսնում եմ, ընտրությունների պատրաստում են ինչպես ամեն անգամ, այսինքն հանձնաժողովներում վերահսկողություն, հանրության հետ շփումներ, չգիտեմ, բոլոր ամեն ինչը իր տեղին արվում է։ Հիմա մնում է, որ իշխանությունն էլ չգնա, չգիտես ինչ քայլերի եւ խելոք գնա թող իր քարոզչությունը անի ժողովրդի մեջ, եթե կարողանա, բայց ժողովրդի հետ էլ չի կարող խոսել։ Մարդը ժողովրդի մոտ այլևս բան չունի, այսպես ընդունելություն չունի։ Հիմա փորձեն ասենք մի հատ նախընտրական հանրահավաք անել, ես հիմա նորից ասում եմ, կփորձեն անել այդ օրը կգա եւ հիշեք հիմա իմ ասածը, ավտոբուսներով բերելու են լցնեն, որ հանկարծ իրենց հանրահավաքում ուրեմն բաց տեղեր չլինեն կամ չգիտեմ ինչ որ ուրիշ ձևի կապիկություններ կանեն, որ ցույց տան իրենք դեռ լեգիտիմություն ունեն կամ հանրային ընկալում ունեն։ Իրենք իրականում ոչ մի բան էլ չունեն։ Դատարկություն է իրենց հետևում։ Մի հատ նրանց ցուցակը նայեք, այ կտեսնեք, մեր ժողովրդին հասցրեք, հենց այդ ցուցակը ցույց տվեք առաջի 10 հոգուն, ասա ում ձայն կտաս։ Այս ԿՊ-ի ցուցակի առաջի համարներն են։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։